Բարև ձեզ։ Մեր հերթական հաղորդումը արվեստի ուժը արդեն այս բլեգային ակնհայտ տեսանելի մենք մեր արվեստանոց մեծերի համարի ամփոփումը արեցինք այսօր, այս էտապի ամփոփումը արեցինք եւ մեր ստեղծագործող արվեստագետների, այլևս կարող եմ այդպես ասել, աշխատանքների ցուցահանդեսը տեղի ունեցավ, որը որ վերստին ապացուցում է նրա մասին, խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդը չափազանց տաղանդավոր ժողովուրդ է եւ այդ ժողովրդի մեջ ամեն ինչը կա, ամենաբարձրալից ստացած շնորհները կա, որ դա ի հայտ բերելու համար մի քիչ ուղղակի ջանք է պետք գործադրել, մի քիչ անհրաժեշտ է հավատալ դրան եւ հավասիկ արդյունքը ակնհայտորեն տեսանելի է։ Արվեստը իսկապես շատ ուժեղ է եւ հզոր է, արվեստի ուժը անպարտելի է եւ մանավանդ հայի համար անպարտելի է եւ այն ինչ որ մենք ժառանգեցինք մեր անցյալից ի վերջո դա մշակույթն էր, արվեստն էր եւ եթե մենք կարողանում ենք տիրություն անել, տեր կանգնել մեր մշակույթին, մեր անցյալի եւ ներկայի, ապա վաղվա ապրելիք անցնելիք ճանապարհը ամենայն անկեղծությամբ եւ համոզվածությամբ պետք է ասեմ, որ ապահովված կարող է լինել։ Մենք պիտի մեր ինքնությունը երբեք չկորցնենք, վստահ լինենք ինքներս մեր վրա, ճանաչենք ինքներս, ճանաչիր քեզ, այդ սկզբունքով առաջնորդվենք եւ իսկապես արդյունքը փայլուն պետք է լինի, ինչպեսին որ եղավ այսօր։ Իհարկե սա ընդամենը մի էտապի ամփոփում է, ընդամենը 5 ամիս է որ գոյություն ունի, գործում է մեր արվեստանոցը, եւ այդ 5 ամսվա ընթացքում մեր ստեղծագործողները նույնիսկ պրոֆեսիոնալիզմի մակարդակի նկարչություն են անում։ Հիմա այսուհետև մենք մտադիր ենք, որ գնալով ավելի պրոֆեսիոնալիզմը խորացնենք, ակադեմիական նկարչության տանենք դեպի, որ մեր ժողովրդի մեջ եղած այդ մշակութային հզոր կարողությունները դրսևորվեն որպես պրոֆեսիոնալ նկարիչների հատկանիշներ։ Փառք Աստծո, դրան զուգահեռաբար այսօր ինձ վստահել են նաև Նոյեմբյանի արվեստի դպրոցը, որտեղ որ մենք ուզում ենք, որ անպայման կայանա մեր տարածաշրջանում այն մշակութային հզոր կրթական կենտրոնը, որին արժանի է մեր ժողովուրդը։ Ես հավատում եմ դրան, վստահ եմ դրանում եւ այն ոլորտները, որտեղ որ մենք մասնագետի, պրոֆեսիոնալ մասնագետի պակաս ունենք, ես ստիպված հրավիրում եմ մայրաքաղաքից լուրջ պրոֆեսիոնալներ եւ ակնկալիքով, որ կարողանանք մեր արվեստի դպրոցը դարձնել նախ քոլեջի մակարդակի դպրոց, ինչպեսին ասենք Քավլիցի, բոլորը ինձ ճիշտ հասկացեք, իսկ ինչու ոչ, Պանոս Թելեմեզյանի ուսումնարանը հայտնի է իր հզոր գործունեությամբ, որ հիանալի նկարիչները լուսաշխար բերել եւ ցույց անել եւ մեր հայրենիքում, մեր հայրենակիցներին եւ նաեւ ամբողջ աշխարհում, իսկ այս բնության հրաշք միջավայրում ինչու չպիտի լինի հենց բնության մեջ բարձր մակարդակի այդպիսի ուսումնական կենտրոն, ոչ միայն նկարչության, այլ նաեւ երաժշտության, որովհետեւ մեր արվեստի դպրոցի, այլ ոչ թե գեղարվեստի դպրոց եւ այն նվագարանները, որ ունեցել են մերոնք, մեր նոյեմբերանցիները, մեր լոռացիները, մեր տաղոշցիները, զուռնա, դուդուկ, այդ տրադիցիոն գործիքների փաղանգ է եղել, նույնիսկ ընտանիքներ են եղել, որ ասել են զոռնաչանց, զոռնաչիներ են եղել նրանք։ Այսօր մի հատ զոռնաչի չենք գտնում մեր տարածաշրջանում։ Եվ մենք միտում ունենք, որ այդ տրադիցիաները, այդ կարևորագույն օղակները վերականգնենք եւ կարողանանք նոր սերնդին մոտեցնենք իր արմատներին եւ արմատները կարողանան սնուցեն
եւ իրենց եւ նաեւ եկող սերունդներին։ Այդ ճանապարհի վրա ենք եւ բոլոր զրույցները թե մշակութային, թե չգիտեմ, արվեստի պատմությանը վերաբերող կդառնան փուչ, սին, դատարկ եւ ոչինչ չասող, եթե գործնականում մենք քայլեր չանենք։ Մենք գործնականում քայլեր արեցինք, ստեղծեցինք այս արվեստանոց մեծահասակների համար եւ ահավասիկ արդյունքը տեսանելի է։ Ես համոզված եմ, որ այնինչ որ նախաձեռնում ենք նաեւ արվեստի դպրոցի ակադեմիական կրթություն տալուն եւ որակական նորանցում կատարենք, դա նույնպես հնարավոր է։ Ուղղակի առավել ջանքեր են պահանջում եւ այդ ջանքերը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրով։ Ամեն մեկս պիտի փորձենք մեր բաժին աջակցությունը ցուցաբերենք եւ անպայման ճիշտ, լավ եւ բոլորիս համար կարեւոր արդյունքը ապահովված կլինի։ Մենք ձեզ հետ ենք, վստահ եմ դուք էլ մեզ հետ եք եւ կշարունակենք մեր զրույցները, մեր հաղորդումները մշակույթին վերաբերող եւ երբեմն, ինչպես այսօր էր, գործնական բնույթ կարող ենք կրել դրանք եւ արածը տեսանելի կարող է լինել։ Շնորհակալություն այսօրվա համար այսքանը։ Լավ եղեք, կհանդիպենք։